Բարև ձեզ։ Այսօր շաբաթանց կարևոր թեմաների ենք անդրադառնալու, դրանցից առաջինը, եթե փորձենք պատկերավոր ասել, ապա Հայաստանի պետական հիշողության պահոցում երեքշաբթ ծանր դուռ բացվեց։ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի տարիներ, տասնամյակներ փակ գաղտնի, երբեմն միֆերով, լեգենդներով, իսկ վերջին շրջանում նաև մեղադրանքներով, քննադատություններով պարուրած փաստաթղթերը արդեն բաց են, հասանելի, հրապարակված։ Սեղանի վրա են փաստաթղթեր, որոնք ամեն պահ կարող էին փոխել պատմության ընթացքը, կարող էին փոխել Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը։ Այդ փաստաթղթերը մեզ ասում են, թե Հայաստանի տարբեր տարիների իշխանությունները ինչի մասին են բանակցել եւ ինչի մասին են պատմել, ինչ են բանակցել եւ ինչի մասին են լռել։ Հիմա արդեն խոսում են փաստերը։ Սա մեկ, երկրորդը Եվս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, ստորագրվեց Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն համագործակցության ռազմավարական օրակարգը, որի կարևոր բաղադրիչներից մեկը վերաբերում է անվտանգությանը եւ պաշտպանությանը։ Ահա փաստաթղթերի երկու փունջ, երկու փաթեթ, երկու թղթածրար, մեկը մեր ոչ վաղ անցյալի պատմության մասին, մեկը այսօր գրվող պատմության մասին։ Եվ այս փաստերի հետ այստեղ է մի մարդ, որ ոչ թե պարզապես կարդացել է այդ փաստաթղթերը, այլ ակտիվ մասնակիցն է եղել առաջին դեպքում պետական պաշտոնյայի պատասխանատվության դիրքերից, թող որ կարճ ժամանակ, բայց զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության վարչապետն է եղել, իսկ երկրորդը գաղափարական ակտիվ մասնակիցն է եղել եւ Եվրաքվեի եւ Հայաստանի ազգային ժողովում ընդունված Հայաստանի Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի։ Խոսելու ենք նաեւ այս օրերի արդիական մեկ այլ թեմայի եկեղեցու շուրջ զարգացումների եւ հնարավոր հանգուցալուծումների մասին, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, բարև ձեզ։ Ասովարին։ Սկսենք հրապարակված փաստաթղթերից, ինչի համար հրապարակվեցին, ինչու հիմա հրապարակվեցին եւ հիմնական պատճառը եւ նպատակը որն էր։ Ընդհանրապես հրապարակման կողմնակիցները էին նախկին 3 նախագահները, որոնք անդադ հորդորում էին գործող վարչապետին հրապարակել այդ փաստաթղթերը, եւ ես մի քանի անգամ ասել եմ, որ այդ փաստաթղթերը ձեզանից յուրաքանչյուրն ունի, եւ եթե վարչապետը չի հրապարակում, դուք հրապարակեք, տեսնենք հասկանանք իրականությունը։ Իրականում ես ավելի շատ ապագայի քննարկումների կողմնակից եմ, որ 3 նախագահները եւ վարչապետը խոսեն ապագայից, ոչ թե քչփորենք նախկինում, անցյալում, ինչ է տեղի ունեցել այդ համատեքստում։ Բայց փաստաթղթերի հրապարակումը դրական եմ գնահատում։ Ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ կողմերը տարբեր երանգներով ու տարբեր ձևերով փորձելու են այդ իրեն ժամանակների փաստաթղթերը ներկայացնել որպես հաղթանակ, բայց հանրությունը իր հետևությունն անում է։ Հիմնական հետևությունը ինչը կար այս փաստաթղթերի ստորագրումից, հետևյալն էր, որ Ռոբերտ Քոչարյանը եւ իր արտգործնախարարը մշտապես մերժում էին, որ իրենք մեղրի փոխանակման բանակցային գործընթացի են մասնակցել։ Իրենք ասում էին, այդ քննարկվել է որպես ճանապարհ, որպես գաղափար եղել է, որպես սկզբից ընդհանրապես Վարդան Օսկանյանը ասում էր, որ Արամ Սարգսյանը ստախոս է եւ նման հարց երբեք չի քննարկվել։ Հետո ասաց, որ գիտեք, ինչ նման հարց քննարկվել է, բայց ոչ թե առաջինը ես ու Ռոբերտ Քոչարյանն ենք դեմ եղել, նոր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։ Հետո պարզվեց, որ ինչ որ ուրախացել են այդ թեմայով եւ այլ, ու ամբողջ խնդիրը նրանում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ազգերի ինքնորոշման իրավունքից դեպի հողերի փոխանակման գործընթաց տեղափոխել է Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանի հետ։ Սա ակնհայտ փաստ է, եւ սա որևէ մեկը շղթել չի կարող։ Այդ տարբերակը իրականում ինչ էր ենթադրում, փոխանակում մեղրին ինչի հետ։ Այդ տարբերակը իրենից այդ տարբերակը ուներ 3 մոդիֆիկացիա։ Առաջին մոդիֆիկացիայով այնպես ինչպես փաստաթուղթը հրապարակել են, մեղրի շրջանը, Սովետական միության տարածքով մեղրի շրջանը փոխանակվում էր Սովետական միությունով Լաչինի շրջանի հետ, եւ այդ պարագայում Լեռնային Ղարաբաղում հանրակրվել չէր արվում, անկախ էր Լեռնային Ղարաբաղը։
Այսինքն այս տարբերակը միակ տարբերակն էր, որում Լեռնային Ղարաբաղը պիտի անկախ լիներ եւ ըստ Ռոբերտ Քոչարյանի Իլհամ Ալիև Հեյդար Ալիև այդ համաձայնությունը տվել էր։ Երկրորդ տարբերակը կոչվում էր զրոյական կետի տարբերակ, որ Մեղրիում պիտի լիներ զրոյական կետ, որը ոչ մեկինն է, բայց բոլորինն է, այդտեղ պիտի կանգնեն խաղաղապահներ, այդ զրոյական կետով բոլորը պետքա գնան գան, բոլորը նույն իրավունքներով։ Այսինքն այդ զրոյական կետը մենք ուղղակի Իրանի հետ հարևան լինելու հնարավորությունից զրկվում ենք եւ բնականաբար այդ զրոյական կետի հիմնական վերահսկողությունը պիտի անեն ռուս սահմանապահները, ովքեր այնտեղ կանգնած էին։ Երրորդ տարբերակ է զրոյական կետի տեղափոխումը Մեղրիից դեպի վերև, դեպի Սիսիան, այս միջակայքում ընկած տարածքում էր այդ Գորիսի, Սև լճի եւ այլնի այդ ճանապարհով էր, որը համարվում էր ամենակարճը Լեռների միջով պիտի անցներ, եւ չորրորդ տարբերակը թունել էստակադա, որը իրականում չի քննարկվել, դա առաջարկել է Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի նախագահը։ Այսինքն բացի առաջի տարբերակից Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակից մնացած բոլոր տարբերակներում Լեռնային Ղարաբաղում պիտի հանրակրվե կամ քվեարկություն լիներ այն դրանից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի բերած փուլային ու փաթեթային տարբերակներից եկող բոլոր նրբերանգներով, ովքեր պիտի հետ գան, ինչքանով պիտի հետ գան, ինչ քանակությամբ պիտի հետ գան, ինչ համամասնությամբ պիտի հետ գան, երբ պիտի արվի այդ հանրակրվեն, այդ հարցերը հղկված չէին։ Դուք Մեղրիի տարբերակի մասին երբ եք տեղեկացվել։ Մեղրիի տարբերակի մասին ես իմացել եմ 1999 թվականի նոյեմբերի 14-ին իմ վարչապետ նշանակվելուց 12 օր հետո։ Եվ հիմա ավելի են ամրապնդվում այն կարծիքները, տեսակետները, որ փոխկապակցվածության մեջ են հոկտեմբերի 27-ը եւ Մեղրիի տարբերակը։ Իմ կարծիքով ես ի սկզբանե որևէ այդ ուղղությամբ մտածված կամ տրամադրված որևէ ելակետ չունեի, որովհետև կար հետևյալ բանը, կային մարդիկ, ովքեր հոկտեմբերի 27-ի մեջ մեղադրում էին գործող իշխանությանը, կար գործող իշխանություն, որը հոկտեմբերի 27-ի մեջ մեղադրում էր նախկին իշխանությանը, որ իրենք արել են այն նպատակով, որ այս սպանությունից հետո Վազգենի թիմը կլինի Էսք-Սրբի ու իրենք հետ կգան մոտավորապես այս համատեքստում էր ու այդ համատեքստում պատկերացրեք տանկերը քաղաքում են եւ այլը ու պարզվում է որ ինչ որ Մեղրիի տարբերակ կա որի մասին ես իրավունք չունեմ որևէ մեկին ասելու որտեղ ուժ գաղտնի դուք իմանում եք արդեն նոյեմբերին, հա? Այո, ես նոյեմբերին արդեն իմանում եմ։ Նոյեմբերին այդ իմանալուց հետո առաջինը որ այդ մասին իմացել է որին ում հետ ես խոսել եմ ու խոստովանության եմ գնացել եղել է Վեհապար Հայրապետը որտեվ շատ ճնշող բան է որ ինչ որ բան քեզ որտեվ Ռոբերտ Քոչարյանը հետեւյալ բանն ասաց ասաց եթե դու համաձայնում ես այս տարբերակին ես գնում եմ սրանով բանակցությունների Ինչ հաշվարկով ինքը պետության անվտանգության, չգիտեմ ինչ որ հաշվարկներ կար, ինքը հաշվարկ ուներ, ինքը ներկայացնում էր, որ դա լավագույն տարբերակն է, որ այդ տարբերակի պարագայում Լեռնային Ղարաբաղը դառնում է անկախ, որ այդ տարբերակի պարագայում, երբ որ ադրբեջանցիները հետ են գալիս Մեղրի բնակչությունը տեղափոխվում էր Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան, այսինքն փախստականների հետ վերադարձի համար 6 միլիարդ դոլար տալիս էին Հայաստանին եւ 8 միլիարդ Ադրբեջանին գումար կար, ինչի մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, եւ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ այսպես թե այնպես Իրանը ինչ որ պահի դառնալու է ժողովրդավարական երկիր եւ չի կարող կրոնապետությունը երկար մնալ։ Իսկ երբ որ այդ կրոնապետությունը փլուզվի, այդ ժամանակ Արևմտյան Ատրպատականում ապրող ադրբեջանցիները Թավրիզի նահանգում 17 միլիոն բնակչություն։ Իրենք նույնպես այնպես ինչպես Լեռնային Ղարաբաղը ինքնորոշման հարց են բարձրանալու ու միանալու են Ադրբեջանին Նախիջևանով։ Այդ դեպքում այս Մեղրի այդ տարածքը որ ճանապարհը դառնալու է ոչ մի բան զրոյական արժեք ունեցող։ Հիմա կարող ենք 6 միլիարդ վերցնել եւ Ղարաբաղը վերցնել ու այդ չտալ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի տրամաբանությունը այդ համատեքստում էր ինքը, այդ համոզված բացատրում էր ու ինքն ասում էր, որ այդ ծրագիրը ինքն է հորինել։
ինքը իր ունեցած կապերով, ջանքեր, միջոցներ տրամադրելով այդ հասցրել է Հեյդար Ալիևի սեղանին եւ իր կազմակերպած ինչ որ չեխ լրագրող ասել է այ նման տարբերակ կա փոխանակելու եւ այլը դուք ինչպես եք նայում Ալիևն էլ ասել է տարբերակ է որը կարող է քննարկվել եւ ընկել է այդ ծուղակը ինքը ցույց էր տալի որ այդ խոշոր օպերացիա է որ ինքը կարողացել է անել հիմա եթե այս փուլում էլ ասենք կամ հետագայում էլ Ռոբերտ Քոչարյանը իր այդ մոտեցումը պնդեր սա բանավեճի թեմա է այստեղ որևէ մեկը չի կարող ասել որ այդպես չի կարող լինել պատմությունը բազմաթիվ այդ կարգի օրինակներ ունի հատկապես հիմա հատկապես հիմա երբ որ աշխարհը այս տեմպով փոխվում է բայց Ռոբերտ Քոչարյանը որոշեց հրաժարվել միանգամից այդ ամեն ինչից ինչի որոշեց հրաժարվել որովհետև երբ որ Քերի Քավանոն որը Միացյալ Նահանգների եռանախագահողն էր ինձ հարցրեց թե հայ ժողովուրդը ինչ կարծիք ունի դրա մասին ես ասացի որ հայ ժողովուրդը չգիտի այդ գաղտնիք է ինքն էլ ասաց ինչպես եք փորձում այդ խնդիրը լուծել երբ որ հայ ժողովուրդը դրանից անտեղյակ է այդ ո՞նց է կանելու ես հասկացա որ այս հնարավորություն է որ այդ բարձրաձայնեմ իմիջայլոց այդ բարձրաձայնելու թեման արդեն որ որոշեցի շատ մտերիմ մոտիկներից հետ խոսեցի ասեցի որ նման բան կա ուզում եմ բարձրաձայնել եւ այդ ժամանակ էր առաջի անգամ որ մարդիկ սկսեցին ասել որ հոկտեմբերի 27-ը եղել է այդ պատճառով մեղրի պատճառով եւ դու մի արա ձեր ընտանիքին հերիք է մորս հետ խոսեցի ասեցի ճիշտ է տղաս արա այդ եղբորդ գործն է ու ես գնացի մեղրի ագարակավանում ու այդ բարձրաձայնեցի որից հետո տեղյակ պահեցի դաշնակցությանը առաջին հերթին Հրանտ Մարգարյանին որ ասում էր չլալու բան է չի կարող պատահել մենք ոտքի կկանգնենք Ինձ հանելուց հետո ասացին, որ նման բան կար, Արամ Սարգսյանն ասում է, որ տեղյակ է պահել ձեզ, ասել ես նման բան չեմ հիշում։ 6 ամիս հետո նման բան չեմ հիշում։ Որ տետատետ են, այնպես ինչպես ձեր աչքերի մեջ եմ նայում, իրեն որպես ազգայնական կուսակցության առաջի դեմ աչքերի մեջ նայելով ասել եմ, որ նման տարբերակ է քննարկվում։ Հիմա ես չգիտեմ, այդ մարդիկ, որ նայում են, դիտում են, այս թղթերը, որ կարդում են, ինչ արդարացում են որոնելու։ Հետո տեղյակ են պահել հանրապետական կուսակցությանը, երկրապահի այդ տղեկին եւ այլն եւ այլն։ Այս համատեքստում եկավ այն հետեւությունը, որ հոկտեմբերի 27-ը արվել է դրա համար։ Եվ եթե դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը շարունակեր այդ գիծը, դուրս կգար, որ հոկտեմբերի 27-ի պատվիրատուն ինքն ստիպված հրաժարվեց։ Հիմա հետայից որ նայում եք, այն ժամանակ ինչ եք մտածում, հիմա ինչ կլիներ, եթե այդ մեղրի տարբերակը իրականացվեր։ Այդ տարբերակի իրականացման դեպքում լավագույն բնութագրումը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի հանրահավաքում Հայաստանը կհայտնվեր մի պարկի մեջ, որը որևէ տեղ աշխարհագրական առումով որևէ հետաքրքրություն չէր ներկայացնի, որովհետև կունենար շրջապատված կլիներ Ադրբեջանով, Իրանով եւ Թուրքիայով եւ միակ հնարավոր ուղին կլներ Վրաստանով ու կախվածությունը Վրաստանից այդ ուղին էլ ուր պիտի տաներ այսինքն Հայաստանը կդառնար միութենական պետության անդամ Հայաստանը կդառնար Ռուսաստանի կցորդ Հայաստանը կդառնար Թաթարստանի նման ինչ որ բան ոչ ավելին Ռուսաստանը նոր Կալինինգրադ էր ուզում ստեղծել այդ ժամանակից ու ցավոք սրտի շարունակում է այդ գործընթացն անել առեսօր ու ցավոք սրտի այդ գործընթացում իր միակ գործընկերը Ռոբերտ Քոչարյանն է եւ դրա համար ես եկա այն հետեւության որ թե Լևոն Տեր-Պետրոսյանի փոփոխության ժամանակ թե Սերժ Սարգսյանի փոփոխության ժամանակ Ռուսաստանը որևէ կերպ չմիջամտեց այ Ռոբերտ Քոչարյանին առեսօր աջակցում է որտեւ Ռոբերտ Քոչարյանը այն իր 99 թվականից դրած գծի մեջ է ու այդ գծի շարունակողն է առեսօր Հասկանալի է, փաստաթղթերը շատ են, մենք բոլորին այս ֆորմատում չենք կարող անդրադառնալ, բայց հանրային քաղաքական շրջանակներին ուշադրությունը գրավել է նաև հանրապետության 3-րդ նախագահի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ինչի մասին է խոսում այդ նամակը։ Այդ նամակի հիմնական բովանդակությունը նրանում է, որ այդ ժամանակվա Հայաստանի բնակչության մեծ մասը չթաքցնեմ նաև ես։ Մտածում էի, որ Ռուսաստանին որևէ պարագայում ձեռնատու չի խնդրի հանգուցալուծումը եւ ձեռնատու է ստատուս քվոն պահպանել։ Մենք մտածում ենք Ռուսաստանի փոխարեն։ Եվ մտածում ենք, որ Ռուսաստանը որևէ պարագայում իր ունեցած ազդեցությունը Ադրբեջանի, Հայաստանի ու տարածաշրջանի վրա
չի թույլատնելու։ Հետևաբար Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում չի լինելու։ Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության իշխանությունները բոլոր ձևերը դրել էին Ռուսաստանի կողովում, հույս ունենալով, որ Ռուսաստանը կպահի Լեռնային Ղարաբաղը եւ հայ հանրությունն էլ դրա հետ համաձայն էր։ Բայց երբ Ռուսաստանը սկսեց մեծ քանակությամբ զենք վաճառել Ադրբեջանին, այդ ժամանակից ես սկսեցի հասկանալ, որ շահերի փոփոխություն է տեղի ունենում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Սերժ Սարգսյանն էլ իմ կարծիքով սկսեց հասկանալ, որ այդ փոփոխությունը տեղի ունենում։ Ինքը գնաց ասոցիացիան համաձայնագրի, փորձեց այլ տեղերում ինչ-որ բաներ դնել, որ այդ երաշխիքը մեծացնի, որտեղ ինքն էլ հասկացավ, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ խաղի է մտնում 14 թվականին։ Բայց քանի որ այնքան էր խորացվել ու այդ ամեն ինչը ամբողջացել Ռուսաստանի շուրջ, իսկ մեր Ռուսաստանի կցորդը լինելու հանգամանքում էլ Եվրոպան ու Արևմուտքը նայում էին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, միակ տեղը, որ կարելի էր այդ Լեռնային Ղարաբաղը պահել, մնում էր Ռուսաստան։ Դրա համար Սերժ Սարգսյանը այդ նամակները գրել է Ռուսաստանին։ Ռուսաստանին ասելով, որ դու ընդհանուր նամակների իմաստը հետևյալն է, որ դուք պարտավորություններ ունեք, որ մենք ամբողջությամբ ձեր գծի մեջ ենք, մենք ձեզ ոչով չենք մերժել, բայց Ալիևն անում է այս քայլերը, կանխեք պատերազմը, ասում է կանխեք պատերազմը, թույլ մի տվեք պատերազմ է լինելու, ասում է, որ այդ պատերազմը ոչ շահեկան է լինելու մեր համար, ասում է, որ խնդիրների այն լուծումը, ինչը մենք համաձայնեցրել էինք ձեր հետ, Լավրովը նենգափոխել է, այսինքն այն մոտեցումները ինչը դրել է Սերժ Սարգսյանը, այդ ժամանակի թելադրանքն է եղել։ Սերժ Սարգսյանը չափից ավել վատ արտաքին քաղաքական ժառանգություն է ստացել Ռոբերտ Քոչարյանից։ Ու այսօրվա իրենց Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան հակադրությունը, որ կա այդ թիմերի մակարդակում, հիմնականում այդ համատեքստում է, որ Սերժ Սարգսյանը չի բարձրաձայնում, թե իր նախորդը ինչ վատ ժառանգություն է թողել այդ բանակցային գործընթացում։ Իսկ չի բարձրաձայնում, որտեղ միասին են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի մերժելու ժամանակ։ Հիմա այս ամեն ինչ այս փաստաթղթերը պարզություն են մտցնում, նաև թե ինչպիսի դժվար կացության առջև է կանգնած եղել Սերժ Սարգսյանը։ Այսինքն հստակ գնահատական է ունեցել, որ պատերազմի հավանականությունը շատ բարձր է։ Հստակ գնահատական է ունեցել, որ այդ ռազմական բալանսը փոխվել է եւ դա փոխվել է նաև Ռուսաստանի աջակցությամբ եւ հստակ գնահատական է ունեցել, որ եթե Ռուսաստանի վերաբերմունքը չփոխվի, պատերազմը անխուսափելի կլինի, դրա արդյունքն էլ խիստ կանխատեսելի եւ դրան գումարած Հայաստանում ռազմաերնասիրական պաթոսով սնված հասարակություն, Արցախում էլ զիջումների չգնացող դրան անպատրաստ ղեկավարություն։ Գիտեք, իմ կարծիքով ամենաբարդ դրության մեջ հայտնվել է Նիկոլ Փաշինյանը, որը արտաքին քաղաքական այդ համատեքստում այդքան էլ խորացած չի եղել, չի իմացել այդ փաստաթղթերի էությունը։ Այդ պատրիոտիզմով լցված քաղաքացիական պայմանագիրը այն քարորիա պատերազմից հետո խրամատներ էր փորում Լեռնային Ղարաբաղում ու փորձում էին իրենց նույնիսկ այդ գիշերելու տեղը ընտրեն ամենավտանգավոր տունը, որը կա այդ տարածքում։ Այսինքն այդ պատրիոտիզմի հետևանք էր։ Այն ներքին պորտկումը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է ու վերջ, այդ սրտանց ասած խոսք էր։ Մարդը լցված է մի բանով, ինքը մնացել է այդ նախկինների պրոպագանդայի տակ, որտեղ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, թե Իգդիրում ինչ ջերմաշճան է, ուտիքում եւ այլը, այսինքն այն ինչ որ կա էս մերն է, այնտեղ էլ աչք ունենք մոտավորապես։ Ու եկել է ու բախվում է մի բանի, որտեղ ելք չկա։ Դրա համար էլ այն Ազատություն ռադիոկայացին, որ ՊՏ տեսնում է անընդհատ վարկաբեկելու համար իբր ոնց բանակցում եմ, այնպես էլ կբանակցեմ, այս ինչ հարց է որ տալիս եք։ Դա էլ լրիվ անկեղծ է, այդ համատեքստում է։ Այսինքն բարդագույն իրավիճակի մեջ հայտնվել է Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Սարգսյանը այդ բարդագույն իրավիճակի մասնիկ է։ Սերժ Սարգսյանը, երբ որ իշխանությունը ժառանգել է Ռոբերտ Քոչարյանից, իր համար որևէ նոր բան չի եղել։ Ինքը այդ ամեն ինչին, ամեն քայլին տեղյակ, ինքը հասկացել է ուր է մտնում։ Նիկոլ Փաշինյանը չի իմացել ուր է մտնում։ Մեկ հարցելու այս թեման արդեն ավարտենք, չնայած անընդհատ կարելի է շարունակել եւ անընդհատ շարունակել։ Մեծ հաշվով բացի այդ մեղրի տարբերակից բանակցությունները եղել են Արցախի ինքնորոշման, թե Ադրբեջանի կազմում ինքնակառավարման մասին։
Գիտեք, Արևմուտքն ասում էր, որ այդ խնդիրները լուծվում են ազգերի ինքնորոշման եւ ընդհանուր պետության կամ տարածքային ամբողջականության շրջանակում։ Մենք բոլորս այդ երկու մոտեցումների մեջ հակասություն ենք տեսնում։ Բայց Արևմուտքը այդտեղ հակասություն չէր տեսնում, որտեղ ասում էր, որ տարածքային ամբողջությունը պահելով կարելի է ինքնորոշվել։ Արևմուտքն ուներ օրինակներ, այդ օրինակներից մեկը օրինակ Հոնկոնգի օրինակն է, չինական օրինակ, որը շատ լավ աշխատել էր։ Մեկ պետություն, մեկ դրոշ եւ երկու համակարգեր, երկու տնտեսություններ, տնտեսական կապ։ Այսինքն Արևմուտքը այս համատեքստում էր ուզում տեսնել։ Այդ համատեքստում հնարավոր էր խնդիրը լուծել։ Ես կարծում եմ, որ ոչ։ Որովհետև բավարար էր, որ ասեին, որ դուք Ադրբեջանի կազմում պիտի լինեք բարձր ինքնավարությամբ, այդ ժամանակվա այդ պատրիոտիզմի ոգով լցված արցախցի ժողովուրդը լքելու էր Արցախ։ Նույնիսկ 5 շրջանները հանձնելուց հետո, որ Լաչինն ու Քելբաջարը մնար, ինչին Սերժ Սարգսյանն են, որ առաջարկում է, դա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է եղել, ասեմ, կապ փաստաթուղթ 1995 թվականի, եթե սխալվում եմ, թողների Լևոն Տեր-Պետրոսյանը կամ 94 թվականի, որտեղ նույն բանն է ասվում, որ Լաչինն ու Քելբաջարը մնում է, հանրակրվեից հետո այդ անում են, կանգնում են Խնձորաձև եւ այլ, ես այդ փաստաթուղթը կարծեմ տանն ունեմ էլ Վազգենի տղաների։ Այսինքն այդ ընթացքում ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի բան ըստ էության Լեռնային Ղարաբաղի հիմնարարցի լուծման առումով փոփոխություններ չեն եղել։ Այդ խնդիրները տարել են այդ գծի մեջ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականությունը միավորելու համատեքստում, իսկ մենք համարել ենք, որ չէ, ազգերի ինքնորոշումը նշանակում է, որ Ադրբեջանից տարանջատվել։ Ու նույնիսկ եթե այդ 5 շրջաններն էլ տային, Լաչինն ու Քելբաջարը պահեին, շատ դժվար էր լինելու Լեռնային Ղարաբաղում մարդ պահել։ Շատ դժվար էր լինելու, դուրս էին գալու։ Առանց էլ այդ տարիներին, որ ասում էինք ոչ մի թիչ չենք տալու, շրջաններն էլ չենք տալու, Լեռնային Ղարաբաղը ավելի շատ է դատարկվել, քան Հայաստանի Հանրապետությունը։ Նույն Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման նախագահ եղած տարիներին, Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին եւ Արայք Հարությունյանի պաշտոնավարման տարիներին։ Լավ, իհարկե, ասում եմ, էլի անընդհատ կարելի է շարունակել այստեղ հարցերը, նրբությունները, նրբերանգները, շերտերը շատ են, բայց մեր ոչ վաղացյալի պատմությունից հիմա կանք այսօր գրվող պատմությանը, այն է Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերություններին եւ նոր ստորագրված ամենաթարմ ռազմավարական օրակարգին, սա ինչ է նշանակում, որն է սրա կարևորությունը, փոքր դադարից հետո շարունակենք։ Կվերադառնանք վայրկյաններ անց։ Իշասեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, պարոն Սարգսյան, մենք հրապարակված փաթեթների հատվածը անցանք, հիմա արդեն նոր գրվող պատմությանը, այն է Հայաստան-Եվրամիություն եւ ռազմավարական օրակարգ, ինչ է սա նշանակում։ Ժպտում եք, ես տեսնում եմ, թե ինչքան գոհ եք սրանից։ Իհարկե շատ գոհ եմ, իհարկե հույսով եմ լսված եւ հավատում եմ իսկապես, որ Հայաստանը ճիշտ ուղղության վրա է։ Չի ասի, որ ամեն ինչ անթերի է, չի ասի, որ կատարյալ է, բայց մեզանից յուրաքանչյուրից եւ յուրաքանչյուրս առաջին հերթին իրենից է կախված, որ այդ ոչ կատարյալը թերությունները հղկենք։ Համենայն դեպս ես ամեն ինչ անելու եմ, որ այդ հասցնեմ կատարելության, որ մեր երեխաները, մեր թոռները չունենան այն խնդիրները այս տարափոխ աշխարհում, ինչ ունենք մենք։ Ու այդ առումով մեր միակ օգնականը, մեր հիմնական օգնականը, օժանդակողը կարող է լինել Արևմուտքը։ Առաջին հերթին Եվրամիությունը, որովհետև մենք ընդհանուր նույն մայրցամաքում ենք։ Մենք այդ Եվրոպայի մի մաս ենք, մեր մտածելակերպով, մեր մոտեցումներով։ Մենք այսօր այդ Եվրոպայի հենակետն ենք այս տարածաշրջանում։ Մենք ավելի ժողովրդավար ենք, քան Ադրբեջանը, քան Վրաստանը, քան մեր հարևան Իրանը, քան մեր հարևան Թուրքիան։ Ու պիտի ասեմ, որ տարբերակը շատ նման է 99-ին, ու այդ առումով պիտի զգուշ լինենք, որտեղ այդ ժամանակ էլ Հայաստանը ավելի ժողովրդավար էր, քան Վրաստանը, քան Ադրբեջանը, քան Իրանը, քան Թուրքիան։ Ժողովրդավարությունը մեր փրկողակն է։ Այս իշխանության ինչում ուզում եք կարող եք քննադատել, բայց այդ ժողովրդավարությունը այն գլխավորն է, ինչը ինքը այս իշխանությունը դրեց, եւ այդ Հայաստանի ու հայության փրկողակն է։ Այդ փրկողակից պինդ կախվել է պետք։ Այդ Եվրոպայի թևերից, ուսերից, փեշերից պինդ կախվել է պետք։
իրենք ունեն հնարավորություն փրկողակ դառնալու մեզ այս չփոփոխվող իշխանությունների, Էրդողանի նման կայսերապաշտական մղումներ ունեցողների, Իվանիշվիլիի նման տարբեր երկրի ռուսահապատակների ու իշխանությունները պահողների, Իլհան Մալիևի նման 20 տարով 30 տարով իշխանությունը չփոխողների, Իրանում ընդհանրապես կրոնապետության ու չփոխվող իշխանության պարագայում ունենալ ժողովրդավարություն, ունենալ թափանցիկ տնտեսություն ու առաջ գնալ։ Այ Եվրոպան էս է, ամենակարևորն էս է։ Մնացած գումարներ եւ այլ օժանդակություն, ներդրումներ էլի շատ կարևոր են։ Շատ կարևոր են։ Եվրոպան օրինակ ինձ ամենաշատ ուրախացնում է նրանում, որ իրանք ցանկություն են հայտնել մաս կազմել թրիպուղու։ Եվրոպան հյուսիս հարավի կողմնակից էր։ Հիմի Վրաստանում, Սև ծովում այս իրավիճակները տեսնելով իրենք հասկացան, որ այդ խնդիրը պատերազմի արագ լուծվող չի։ Նույնիսկ Թուրքիայի տարածքում նավեր են խոցվում։ Այսինքն այս թրիպուղու կարևորությունը գերկարևոր է դառնում։ Գերկարևոր է դառնում։ Եվ Եվրոպան ուզում է մաս դառնալ դրան։ Հետագայում թող Վրաստանի ճանապարհներն էլ բացվեն, խնդիր չի, օգտագործենք ալտերնատիվ ճանապարհ են, բայց սա կարճ է ու հարմար է։ Եվ ես կարող եմ ասել, որ նաև լավ լուր ունեմ, որ առաջին քայլը, որը կարող է լինել այդ ճանապարհների առումով, թրիպուղու առումով, ոչ թե երկաթգիծն է, ինչը ես մտածում եմ, որ առաջինը երկաթգիծը է, որը 2-3 տարվա խնդիր ունի։ Առաջինը կարող է լինել գազամուղը, որը Ադրբեջանից հասնելու է մինչև Իգդիր, այնտեղից միանա եվրոպական գծին։ Եվ Ադրբեջանի այդ նախագծով իրենք փորձելու են մինչև 38 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել դեպի Իգդիր։ Այդ նույն քանակն է, ինչ որ այդ հյուսային հոսքը, որ իրենք քիմի ունեն Վրաստանով, այսինքն իրենք ավելի գազ չունեն։ Ուղղակի գազի այն տեղափոխում են այս ուղղության վրա։ Ավելի կարճ, ավելի էժան։ Ավելի կարճ է եւ ավելի էժան։ Եվ Վրաստանը այդ առումով անկանխատեսելի է դառնում նաև Ադրբեջանի համար։ Եվ այս կարճ ուղուց օգտվելու գործընթացը, որը 2 միլիարդ գումար է լինելու, այս գազամուղի շինարարության համար փողը դնում է Միացյալ Նահանգների ամենախոշոր գազային ընկերությունը եւ ինչը ամենահետաքրքիրը Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եվ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայությունը նաև Սյունիքում եւս լրացուցիչ երաշխիք է, որ այդ տարածաշրջանում պատերազմի վտանգները սկսում են օր-օրի ավելի նվազել ու չեզոքանալ։ Իսկ եթե այդ տարածաշրջանում պատերազմ չի լինելու, մնացած տարածաշրջաններում պատերազմ Ալիևին եւ Ադրբեջանին բացարձակ պետք չի։ Այսինքն խնդիրը գնում է հստակ խաղաղության հասնելու եւ տարածաշրջանային տնտեսության համագործակցության։ Եվ այս համատեքստում հիմնական խաղացողները Արևմուտքն են եւ Եվրոպան։ Հիմա դրան միանում է նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եվ մեր խնդիրն է այս ուղղությունները ամուր պահել։ Իսկ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը հետ վերադարձնել ռուսական ուղեցիր, իրենք տանում են մեզ 15 տարի հետ։ Իրենք մերժում են այս բոլոր հնարավորությունները եւ իրենց պարագայում, ասենք Ռոբերտ Քոչարյանի պարագայում կամ Սամվել Կարապետյանի պարագայում, այս հնարավորություններն ուղղակի չեզոքանալու են։ Ասացիք Ռուսաստան հարց է առաջանում, իհարկե Եվրամիության հետ ռազմավարական փաստաթուղթ ամեն ինչ լավ է, ես նշեցի, որ բաղադրիչներից է նաև պաշտպանությունը, անվտանգությունը ու տնտեսության հարցերը, բայց այստեղ էլի առաջ է գալիս, չէ, Ռուսաստանի պրոռուսական, ասենք այսպես, ինտեգրացիոն կառույցներում անդամակցությունը։ Այսինքն մենք էլի պիտի այս համագործակցությունը այդ թվում եւ պաշտպանական եւ անվտանգային եւ տնտեսական իրականացնենք կամ պլանավորենք այնքանով, որքանով դրանք չեն հակասում պրոռուսական կառույցների կարգավորումներին։ Իմ կարծիքով Հայաստանի իշխանությունները ակնհայտ մեծ քայլերով դեպի արևմուտք քայլեր են անում։ Ես չի ասի, որ այդ քայլերը փոքր են։ Այս պետությունը պետք է խնամքով վերաբերվես, որովհետև այդ քայլերի մեծ ու փոքրը բազմաթիվ մարդկանց սեփական շահերի խնդիր է լուծում։ Ես կարդում եմ, թե մարդիկ ինձ ինչ են գրում։ Եվ այդ գրողների մեծ մասում ռացիոնալ բան կա ռիսկայնության առումով։ Ռուսաստանի, ռուսական տնտեսական կապերի եւ այլնի հետ կապված։ Գուցե ես սխալ եմ, ես մտածում եմ ավելի լուրջ քայլեր են, ու ավելի արագ քայլեր անելը ավելի կթեթևացներ, բայց այս հարցին կոնկրետ պատասխանելու համար պիտի ավելի տեղեկացված լինես, քան ես տեղեկացված եմ իրական իրավիճակներից, թե Ռուսաստանի իր ունեցած ազդեցություններով ներքաղաքական դաշտում, տնտեսական դաշտում ինչ հնարավորություններ ունի։ Հիմա նաև տեղեկատվական միջոցները չէ հատկացնելու այդ տեղեկատվական դաշտում։
հակազդելու համար 12 Այո, միլիոն է, այո։ Առաջիկայում կհաջողվի դրանով հակազդել այդ ասեմ այսպես արտաքին ազդեցությանը, ազդակին։ Ամեն դեպքում իրենց փորձերը Մոլդովայում վերջնական արդյունքի վրա ազդեցություն չթողեցին, բայց ասես որ իրենք չկարողացան ազդել Մոլդովայի ընտրությունների վրա։ Այդ միանշանակ ճիշտ չի։ Ավելին, այստեղ իրենց ունեցած հնարավորությունները ինչ որ առումով մաքսիմալ են օգտագործելու, որտեղ սա վերջին հեն մանկետն է, այսինքն խտրականություն չեն դնելու։ Իսկ երբ որ իրենք խտրականություն չեն դնում, ինչ է տեղի ունենում, այդ մենք տեսել ենք հոկտեմբերի 27-ին։ Հետևաբար այս առումով պետք է շատ զգուշ լինել ահաբեկչությունից եւ այս կարգի բաներից, ու այդ կարգի կոչ անող մարդկանց ոչ թե բռնել բաց թողել է պետք կամ խափանման միջոցը փոխել, այլ այդ մարդկանց պահել է պետք, որտեղ դրանք հենց որոշակի այն X օրվա համար են, որոնք կարող են գործողություններ անել։ Եվ այս համատեքստում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այն քայլերը, որը հիմա անում է դեպի արևմուտք, բավարար են, իսկ Ռուսաստանի այդ կառույցների հետ կապերը վերջնական խզելու քայլերը զուտ ժամանակի հարց են։ Ես նույնիսկ համոզված եմ, որ այդ խնդիրները կլուծվեն անմիջապես 26-ի ընտրություններից հետո, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքական գիծը կպահպանվի եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ներկայացված կլինեն այնպիսի քաղաքական ուժեր, օրինակ ինչպիսին մենք ենք։ Իրենց արևմտյան օրակարգով, ու այս պարագայում արդեն թե իշխանությունը կունենա որոշակի արգումենտներ հիմնավորելու, որ խնդիրներ ունի երկրի ներսում, եւ թե մենք այդ օրակարգերը ամենօրյա ռեժիմով կպարտադրենք իշխանությանը առաջ տանելու։ Երկրի ներսում խնդիրներ եւ վերջին մեր թեման, թեև ժամանակը սպառվել է, բայց 2-3 հարցով անդրադառնանք եկեղեցու շուրջ սրացումները, ինչպես եք դիտում, ինչ կա սրա հիմքում, ինչ հանգուցալուծում կարող է լինել։ Ընդհանրապես ինչից ստեղծվեց, ուր ենք գնում։ Նախ ասեմ, որ իմ կարծիքով գործընթացները սկսեցին հենց 2020 թվականի պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո։ Եվ առաջի մեծ վրիպումը հենց եկեղեցու քաղաքական դաշտ մտնելու առումով նրանում էր, որ ամենածանր իրավիճակում վեհապար հայրապետը հայտարարեց, որ կամ միացավ են կոչին, որ կոչը որ արել է Ռոբերտ Քոչարյանը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Սա լուրջ վրիպում էր։ 20 թվականներ։ Դա 2020 թվականն էր։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ Հրաժարականից հետո ժողովուրդը եկավ ու նորից ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար մերժեց նաև վեհապար հայրապետին։ Նրան թողնելով Ռոբերտ Քոչարյանի հետ, ով աթեիստ է եւ ով բոլոր հարցումներով Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ բացասական վարկանիշն ունի։ Եվ այստեղից ձևավորվեց այդ բացասական վարկանիշը Ռոբերտ Քոչարյանի տեղափոխվեց նաև եկեղեցու եւ վեհապար հայրապետի վրա։ Վեհապար հայրապետը 2020 թվականին նոյեմբերի 9-ի հաջորդ օրը, նոյեմբերի 10-ին, ոչ թե պիտի մտածեր կոչ անել, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Ինքը պիտի կոչ աներ Հայաստանի Հանրությանը համախմբվել գործող իշխանության շուրջ։ Ինքը պիտի դատապարտեր Արայարտ Միրզոյանի նկատմամբ արվող բռնությունը։ Ինքը պիտի դատապարտեր ազգային ժողովի շենքի ջարդուփշուրն ու կառավարության շենքի ներխուժումը։ Հենց քրիստոնեությունն է այդ ասում։ Ինչի է չարեց։ Ինքը սխալվեց այդ չարեց։ Ու այսօրվա տեղի ունեցողը միանշանակ դրա արձագանքներն են։ Ու այսօր հայտնվել են մի իրավիճակում, որ իրենք մնացել են այ նրանց հետ, ում մերժել է ժողովուրդը, նրանց հետ, ովքեր ուզում են հետ վերադառնալ, իսկ նրանց աջակցում է մեր հարևան Ռուսաստանը կամ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, ով այս փաստաթղթերի գաղտնազերծումից հետո պարզ է դառնում, որ մշտապես կողմնակից է եղել մեղրիով միջանցք ունենալու։ Եվ այդ գործում ինքը բարեկամ է ունեցել Թուրքիային, եւ անընդհատ Թուրքիայի հետ պահանջել են, որ այդ միջանցքը լինի ռուսական վերահսկողությամբ եւ այդ միջանցքը լինի Զանգեզուրի միջանցք եւ այդ միջանցքն է, որ բավարարել է Թուրքիային, Ադրբեջանին եւ Ռուսաստանին։ Իրենք մնացել են այս թիմի հետ։ Ու քանի որ այս թիմի հետ մնալը ասոցացվում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլի հետ, մնացածին փորձում են համանել թուրք։ Ասում են դուք թուրք եք,
որովհետև ուզում եք այստեղ արևմուտք բերեք։ Այս տրամաբանությունը այս կարգի, այսա հիբրիդային պատերազմի այն հիմնական էլեմենտներից է։ Ու այս համատեքստում հիմի եկեղեցին հայտնվել է մի իրավիճակում, որ ինքը տեսնում է, որ կառավարման համակարգում պառակտում ունի։ Ինքը չի կարողանում այդ պառակտման խնդիրը լուծել։ Ինքը եկեղեցու այն սրբազաններին, ովքեր ում հետ հանդիպեց վարչապետը, այդ սրբազաններին բրուտոս անվանեց։ Կային եկեղեցիկաններ, որոնք նաև ասեցին հերձվածներ։ Հիմի իրենք հասկանալով, որ այս ճեղքը փլուզում է բերում իրենց կառավարման մեջ, ասում են արեք իրար հետ մի հատ նորից ժողովի։ Այո, ժողովի, որի չանի, հարթի խնդիր է, չի հարթվելու այդ խնդիրը, որովհետև իրարից այնքան եք հեռացել, իրար այնքան եք մեղադրել, որ չի հարթվելու։ Դուք այսօր ասում եք, որ իրենք այդ նույն կուսակրությունությունը նույն չափ են խախտել, ինչքան մենք էինք խախտել։ Ու այստեղ խնդիրը նրանում է, որ 25 տարի է հայ առաքելական Սուրբ եկեղեցու գահին նստած է վեհապար հայրապետ Գարեգին II կաթողիկոսը։ Ինչի չի լուծել այդ խնդիրը։ Ինչի չի լուծել այդ խնդիրը։ Որն է հայ եկեղեցին։ Հայ եկեղեցին դա եկեղեցի գնացող մեր հանրությունն է։ Այդ հանրությունը, այդ հանրության համար հեչ կարևոր չէ։ Իր զավակին մկրտող վանահայրը կուսակրոն է թե չէ։ Կամ իր հարազատին հողարկավորություն անող վանահայրը կուսակրոն է թե չէ։ Մենք նման խնդիր հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազաններ ձեր առաջ չենք դրել։ Դուք եք այդ խնդիրը դրել ձեր առաջ։ Հակամարտկային խնդիր եք դրել։ Դուք ուզում եք Ադամից ավելի մեր նախահար Ադամից ավելի սուրբ լինել չեք կարող։ Մենք այդպիսին ենք։ Ինչի՞ չեք փոխել այդ օրենքը։ Փոխեիք այդ կուսակրոնության օրենքը այս 25 տարում, ամուսնանայիք, թոռներ ունենայիք, զավակներ ունենայիք, ուրախանայիք այդ թոռներով, կհասկանայիք նաև մեզ։ Դուք չեք արել, ում եք մեղադրում։ Այստեղ է խնդիրը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ռեալ փոփոխությունների կարիք ունի, եւ այդ փոփոխությունները տեղի են ունենալու։ Ու ինչքան շուտ տեղի ունենան, այնքան ավելի լավ հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա սպասավորների համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։